Այսօր Հայաստանում քաղաքացիական նախաձեռնությունները ավելի մեծ հեղինակություն ունեն, քան քաղաքական ուժերը, վստահ է նախախորհրդարանի անդամ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը։ Մենք չունենք պետություն եւ մենք չունենք կուսակցություններ։ Ահա ինչու այդ երկու գործառույթը իր վրա է վերցնում քաղաքացիական հասարակությունը։ 2013 թիվը մեր երկրում աչքի ընկավ բողոքի ակցիաների բազմազանությամբ եւ առատությամբ։ Ակտիվ շրջաններ, հատկապես ամառը, երբ իշխանությունները բարձրացրին գազի սակագինը, ակնարկեցին քաղաքային տրանսպորտի ուղևորցի բարձրացման մասին։ Հասարակության ակտիվ հատվածը փողոց դուրս եկավ Կոմիտաս 5 հասցեի, փակ շուկայի փրկության համար փորձեց կանխել բուհերուն վարձավճարների բարձրացումը, Հայաստանի Հանրապետության Մաքսային միության անդամակցությունը, ինչպես նաեւ կենսաթոշակային պարտադիր կൂട്ടակային համակարգի ներդրումը։ Բոլոր այս նախաձեռնությունները հերքում են, թե իրենց հետևում որևէ քաղաքական ուժ է կանգնած։ Միաժամանակ նրանք նախընտրում են պայքարել առանձին։ Ինչու քաղաքացիական նախաձեռնությունները չեն կարողանում միավորվել։ Տիգրան Խզմալյանը ունի իր բացատրությունը՝ մենք հայ ենք ու բոլորս էլ տարբեր։ Որ փշրանքների մեջ թեփի մեջ լցնում են երկաթե փշրանքներ եւ իրենք չեն տարբերվում թեփից, սակայն հենց մոտեցնում է մագնիսը, անմիջապես նրանք հավաքվում են միտեղ եւ մի կուռ մետաղյա բռունցք են դառնում։ Չկա մեզ մոտ հասարակության այն մտածելակերպը, որ եթե այսօր ինձ չի վերաբերվում, դա կապ չունի, կարող է ես պետք է պայքարեմ, որպեսզի վաղն էլ այն հարցում, որ ինձ է վերաբերվում, այն մարդը, ում որ սա չի վերաբերվում, գա միանա ինձ։ Արդյոք առանձին հանդես գալով նրանք նպատակ ունեն տարբեր ուղղություններով թույլատրել իշխանություններին։ Տիգրան Խզմալյանի խոսքերով իրեն գործ ունեն Անարիկ Ամրոցի հետ եւ այն գրավելու ռազմավարությունները տարբեր են։ Կարելի է փորձել գնալ ճակատային գրոհի եւ տալ մեծ կորուստներ, կարելի է ընտրել թույլ օղակ, մի պատուհան, դուռ, ճակ եւ խփել այնտեղ։ Ի տարբերություն Տիգրան Խզմալյանի քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը քաղաքացիական նախաձեռնությունների ազդեցությունը բավարար չի համարում երկրում իրավիճակ փոխելու համար։ Չեն կարդում, չեն ուզում իմանալ։ Սա է խնդրեմը, որ չի ստեղծվում այն իրավիճակը, հա, այն քաղաքացիական հասարակությունը, որի մասին խոսում են վերջի 22 տարին։ Իբրև քաղաքացիական պայքարի այս տարվա հաջող օրինակ պարոն Քոչարյանը առանձնացնում է քաղաքային տրանսպորտի սակագնի դեմ սկսված պայքարը, որի արդյունքը շոշափելի էր։ Բոլորի գրպարին այդ պահին կպնում էր, այսինքն կպնում էր շատերի շահերին, դրա համար էլ ինքը ունեցավ ավելի մեծ, հա, ազդեցություն, արդյունավետություն է ամբողջ աշխարհում։